Ընտրություններից հետո տեղի ունեցած վերահաշվարկի տվյալներով ԲՀԿ-ի ձայներն ավելացել են 147-ով, զուգահեռ պակասեցվել 222-ով, 3 ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո։ Ստեղ գնում է իրավական բեսպրեզել, իրավական կողոպուտ, դե լավ սենց ասենք, եւ իրավական լկտիություն։ Ճիշտ է արդյոք, որ մեկ քաղաքացու քվեն լինի ավելի ծանր, քան մյուս քաղաքացու քվեն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այն համոզմանն են, որ ընտրություններն արդար են եւ որևէ ազդեցության չեն ենթարկվել։ Գիտեք ինչ, մենք գնահատում ենք իրողությունները, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ տարբեր ժամանակներում եղել է Նիկոլ Փաշինյանի օգնականը, որ նա քաղաքական նշանակում ունի եւ այդ ձևավորվել, բայց մենք շարունակում ենք պահպանել մեր լեգիտիմ ակնկալիքը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր որոշման մեջ անբեկանելի է։ Այս պարագայում ինչ են պատրաստվում անել ընդդիմադիր ուժերը։ Կարող եմ ասել, որ այդ քայլերը կլինեն սահմանված համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների, մենք օրենք չենք խախտի։ Մեծ այդ զրույցում Հայաստան դաշինքից ասացին, որ պատրաստվում են դիմել սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար։ Երկրորդ ամենաշատ քվե եւ հետեւաբար ամենաշատ մանդատներն ունեցող ուժեղ Հայաստան կուսակցությունը պատրաստվում է իրավիճակից բխող որոշումներ կայացնել։ Այս պահին առանցքային է մանդատներ վերցնել-չվերցնելու հարցն է։ Այդ этаպում արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսում է քննել մանդատների պաշտպան հարցը։ Իսկ պետք է որոշում կայացնենք մենք հրաժարվում ենք մեր մանդատներից, թե վերցնում ենք մանդատները եւ պայքարը շարունակում ենք խորհրդարանում։